ինչպես է մեկնաբանում, որ ձեր նախկին թիմակից Սերակ Խաչատրյանը ցավով առաջադրել Էջմիածնի ընտրությունները։ Շատ նորմալ են վերնագրում, իր ցանկությունն է եղել, ինքն էլ առաջադրվել է։ Դուք հիմա կապում եք իր հետ, ինքը այսպես ասած ձեր թիկունքին էլ կանգնել թույլ չէ տալիս, որ լուսաբանեին ձեր պաշտպանը։ Ինձ թվում է, որ դուք մամուլը նայեք, կտեսնեք, որ հնչեց, որ ժամանակին, հա, ինչ-որ լրագրողներին խոչընդոտել է մուտքը, ինքը ներողություն է խնդրել և հայտարարությամբ հանդես է եկել։ Բայց ինչու՞ չէ ուզում, որ ձեր պաշտպանությունը լուսաբանվի, ձեր գիտական գործունեությունը փորձում եք դրա համար իրենից հարցրեք, ինքը այն ժամանակ մեկնաբանել է։ Դուք չնեղվեցիք, որ ձեր գիտական գործունեության առաջընթացը փորձում են կոծկել և թույլ չտալ, որ լուսաբանել պարոն Մարգարյան։ Գիտեք, ես էլ իմ կարծիքն եմ այն ժամանակ, չէ՞ որտեվ ես շտապում եմ։ Բա ոնց ստացվեց, որ ձեզ հավատավոր մարդը տեղափոխվեց այլ թիմ, այսպես ասած ճամբարա փոխ եղավ։ Ինքը ժամանակին հանրապետական կուսակցությունից էր և հիմա իր կուսակցական իրները կասեցվել է։ Առաջ Սահետական դիմումի հիման վրա է, թե հեռացվել է պարոն։ Կոնկրետ այդ դետալներին չեմ տիրապետում, բայց չի հեռացվել, կասեցված է։ կասեցվել է անդամությունը ՀՀԿ-ին, ինչպես է մեկ այլ կուսակցության հիմնադիր անդամ դարձել, եթե կասեցվել է։ Այլ հիմնադիր անդամ է, թե ոչ։ Այո, առաջ Աչակենտրոն կուսակցության հիմնադիր անդամներից է։ Եթե տեղյակ եք, պարոն Մարգարյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ձևավորված քաղաքական ուժ է առաջը։ Եվ փաստորեն դաշնակցությունը դաշնակցում է։ Պարոն Մարգարյան, ներողություն։ Առաջի հետ եւ ի վերջո ինչպես էր ստացվել, որ ձեր առանձնատան հասցեն գոլդ էր, հա, բոլորը նայում են կողքը խառը թվերը եւ մեջտեղը ձեր 77.7։ Շատ շնորհակալություն այդ հարցի համար, անընդհատ մամուլում խոսում են եւ շարքում են, նայեք տեսեք որ թվականին է այդ հասցեն եղել եւ ընդհանրապես ով է որոշումը ստորագրել։ Հաստատ իմ ժամանակ չի եղել, չէի վերջո ցանկացել այդպիսի թիվ ունենալ տան վրա, ինչու եք այդպիսի։ Գիտեք, սեփականատերը շատ ցանկություններ կարող են ունենալ, բայց տրամադրողը չէ նաեւ պետք է։ Բայց դուք ինչ եք այդպես գոլդ թվերի սիրահար, ինչ տարբերություն, եթե օրինակ ցուներ Բաբաջանյան փողոցն է, չէ՞։ Իմ բախտն է բերում է ինձ գոլդ թվեր են հասնում։ Ձեր առաջիկա քաղաքական պլանների մասին էլ պարոն Մարգարյան Հանրապետական կուսակցությունը ոնց կորոշի, այդպես ես կառաջնորդվեմ։ Եթե հանրապետական կուսակցությունը որոշեց խորհրդարան, ուրեմն խորհրդարան։ Քաղաքապետի աշխատանք արդյունավետ որոշեց Երևանի քաղաքապետի, հետևում եք Երևանի քաղաքապետի աշխատանքին։ Արդյունավետ է արդյոք աշխատում գործող քաղաքապետը։ Գիտեք, քաղաքային տնտեսությունը գործող օրգանիզմ է։ Մի օր արդյունավետ կլինի, մի օր անարդյունավետ կլինի, մի օր խնդիրներ կլինեն, մի օր չեն լինի։ 1-ից 5 բալային ցանրակում որքան կգնահատեք եկեք գնահատականներ չտանք, գնահատականները տալիս են ժողովուրդը։ Մարգարյան, ձեր պաշտոնավարման ժամանակ, հիմա ահագին ժամանակ եք ունեցել վերլուծել, հետ դառնալ մտքով, ձեր պաշտոնավարման ժամանակ ո՞րն է եղել գլխավոր ամենամեծ սխալը, որի համար զղջում եք։ Գիտեք, աշխատանքի մեր սխալներ լինում են, մենք մեր սխալների համար մեր ներողությունը խնդրել ենք, բայց ելի եմ կրկնում, քաղաքային տնտեսությունը իր ամենօրյա մարտահրավերը ուներ եւ ամեն օր խնդիրներ կային, ժողովուրդը սկսում էր ավելի պահանջկոտ լինել եւ քաղաքային իշխանությունը պարտավոր էր այդ պահանջները բավարարել։ Դրա համար մենք շատ մեծ ծրագրեր ենք իրականացրել եւ որոշ ծրագրեր կիսատ են մնացել, հույս ունենանք այս քաղաքային իշխանությունը ավարտին հասցնել։ Ապօրինի գույքի գործով դատականության մասին ինչ հաղորդեք, ինչ փուլում է ձեզ ձեր ապօրինի գույքի վերջի սահմանադրական դատարանի որոշումից հետո դեռ դա չի եղել, ըստ դրա հասկանանք դատախազությունը ինչ է ներկայացնում նոր քաղաքական ներողություն, ինչու մարդկանց հետ չեք կիսվում, ինչպես քիչ աշխատավարձով հսկայական կարողություններ ունենալ, թող մարդիկ էլ, հա, ձեր փորձը կիսվեք, իրենք էլ այդ հարստությունը շքեղ առանձնատները։ Իսկ գիտեք, որ չեն կիսվում։ Կիսվել եք, հա։
Օրինակ հիմա կասեք Եթե ինչպես դուք է էլ ուզենաք ձեր Հիմա առանձին ասեք, կգաք ինչպես է կիսվել։ քաղաքապետի աշխատավարձով հսկայական շքեղ առանձնատուն, հողատարածքներ, բնակարաններ եւ այլ թանկարժեք գույքեր ունեն։ Գիտեք դրա համար ապօրինի ծագումով, հա, Ես բացարձակ ապօրինի բառը չտվեցի, ասեցի ինչպես է։ ես ավարտեմ։ Խնդրեմ ասեք։ Դրա համար դատարանում է, մենք դատարանում այդ հարցերին կպատասխանենք։ Այսինքն ձեր գույքի օրինականությունը ձեզ համար վիճարկելի չի, դա ապօրինի չի, ինչպես դատախազությունը։ Դա օրինական գույքերով ձեռք բերված գույք։ Ինչպես է հաջողվել կիսվեք հանրության հետ մարդիկ կարիքի մեջ են ապրում իրենք էլ կարողանան Դատարանին որ հետևեք, դատարանում այնտեղ ասելու եք։ Այո։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։